Եթե իմ կյանքի մասին ֆիլմ նկարեին, մարդիկ կմտածեին չափազանցված է, ասել է բրիտանացի հայտնի երգիչ դաշնակահար Էլթոն Ջոնը։ Ես դեռ կանգուն եմ, ավելի ուժեղ, տեսքով իսկական փրկվածի, սրտով փոքրիկ երեխայի նման, երգում էր Ջոնը, ում կյանքը, եթե չազատվեր կախվածությունից, կարող էր ընդհատվել թմրանյութերի պատճառով։ 30 տարեկանում Ջոնը խոստովանեց, որ բիսեքսուալ է։ Ինքն իր դեմ պայքարելով շքեղագույն հարսանիքով ամուսնացավ կնոջ հետ։ 4 տարի անց բաժանվեցին։ Ես փորձեցի փոխել ինքս ինձ, դա մեծ սխալ էր։ Հետո երգիչը վերջնական հայտարարեց՝ գեյ է։ Երբ գտա Դեյվիդին, հասկացա, որ իրական երջանկությունը գալիս է, երբ չես ամաչում, թե ով ես։ 67 տարեկանում ամուսնացավ Դեյվիդ Ֆերնիշի հետ, ում հետ արդեն ավելի քան 20 տարի ապրում էր։ Փոքրիկ հարսանիքը կազմակերպվեց հենց այն օրը, երբ Մեծ Բրիտանիայում թույլատրվեց միասեռ ամուսնությունը։ Մատանիները ծնողներին մոտեցրին փոխնակմոր միջոցով ծնված 2 որդիները։ Լուրեր են պտտվում, որ երբ Էլթոն Ջոնը վիրահատվել է, ծնկի հոդից վերցրել է ոսկորներ եւ դրանցից վզնոց պատրաստել, նվիրելով սիրելիներին։ 250,000 ակրոսների տիրակալ Ջոնը բեմ էր բարձրանում արտառոց հանդերձանքով, փետրուրներով, հսկայական գլխարկներով ու հազարավոր քարերով պատված կոստյումներով։ Փայլի հետևում, սակայն, զայրույթի դաժան նոպաներով արտիստ է, ով կարող է դադարեցնել համերգը լույսերից բարկանալու պատճառով, հարձակվել լրագրողների վրա։ Մոտ շրջապատում նրան անգամ կոչում էին Տիկին Զայրույթ։ Երբ ներշնչակն այստեղ է, պետք է բռնել այն։ 10-15 րոպե կարող էր պահանջվել նոր երգ գրելու համար։ Ասում են համերգից առաջ էլ դաշնամուրին մոտենալիս կրկնում էր. «Դու ինձ չես դավաճանի այսօր»։ Նույնքան անդավաճան չէին սակայն Ջոնի հազարավոր ակնոցներ ու ծափեր տեսած աչքերը։ 2024-ին վարակի պատճառով կորցրել է մի աչքի տեսողությունը։ Շատ նյարդայնացնող ժամանակ է, իր վիճակի մասին խոսելով նշել է նա։